Հրավիրում եմ ձեզ ձեր աստվածաշնչները ինձ հետ բանակ միասին Սաղմոս 51 Սաղմոս 51 Ողորմիր ինձ Աստված քո ողորմության պես եւ քո մեծ ողորմության պես ջնջիր իմ անօրենությունները Իսպար լվա ինձ իմ անօրենությունից եւ սրբիր ինձ իմ մեղքից որովհետև ես ճանաչում եմ իմ անօրենությունները եւ իմ մեղքը ամեն ժամանակ իմ առաջին է Միմիայն քեզ դեմ մեղանչեցի եւ չարը քո աչքի առաջին գործեցի որ դու արդար լինես քո խոսքերում եւ մաքուր լինես քո դատաստաններում Ահա ես անօրենությունով եմ ծնվել եւ մեղքով հղացավ ինձ իմ մայրը Ահա դու սիրում ես ճշմարտությունը երիկամունքներում եւ ծածուկ տեղը իմաստություն կսովորեցնես ինձ Սրբիր ինձ զոպայով եւ ես մաքուր կլինեմ լվա ինձ եւ ձյունից սպիտակ կլինեմ Լսել տուր ինձ ցնծություն եւ ուրախություն թող ցնծան այն ոսկորները որ կոտրատեցիր Երեսը թաքցրու իմ մեղքերիցը եւ իմ բոլոր անօրենությունները ջնջիր Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում ով Աստված եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսումը դեն մի գծել ինձ քո երեսից եւ քո Սուրբ հոգին մի վերառնել ինձանից դարձյալ դուր ինձ քո փրկության ուրախությունը եւ կամավոր հոգովը հաստատիր ինձ ապա անօրեններին կսովորեցնեն քո ճանապարհները եւ մեղավորները ետ կդառնան քեզ մոտ Փրկիր ինձ արյունիցը ով Աստված իմ փրկության Աստվածը եւ իմ լեզուն կփառաբանե քո արտարությունը Տեր բացարա իմ շրթունքները եւ իմ բերանը կպատմե քո գովությունը որովհետեւ դու պատարակ չես ուզում եթե ոչ ես կտայի քեզ եւ ողջակեզներին չես հավանում Աստծո ընդունելի պատարագները կոտրված հոգին է, կոտրված ու փշրված սիրտը դու չես անարգել ով Աստված։ Բարի արա Սիոնին քո քաղցրությունովը Երուսաղեմի պարիսպները շինիր։ Այն ժամանակ հաջող կլինեն քեզ արտարության պատարագները, ողջակեզներն ու մատաղները, այն ժամանակ արճառներ կմատուցանեն քո սեղանի վրա։ Ամեն։ Եկնավոր հայր, հիմա քո ներկայությանդ մեջ եւ քո հոգի ներգործման եւ ազդեցության տակ խնդրում եմ ով Տեր, որ քո խոսքդ բանաս մեր սրտերին եւ մեր սրտերը բանաս քո խոսքիդ, լուսավորես մեզ, կահավորես մեզ, խոսես մեզ, դպչես մեզ, օրհնես մեզ եւ իհարկին ուղես մեզ եւ Տեր տաս որ մենք ուղիղ սրտով հասկանանք քո խոսքդ եւ ուղղարությամբ ապրենք քո առաջին Տեր Հիսուսի անունով եմ աղաչում ամեն Քավության իմաստը հասկանալուց հետո այսօր Սաղմոսի երկրորդ բաժնին պիտի անցնենք եւ պիտի տեսնենք թե որն է այս քավության կարիքը what was the necessity ինչ կարիք կար որ քավություն տեղի ունենար աստվածաբանական գետնի վրա որովհետեւ մենք մեր փրկության հարկը հասկանանք արժեքը հասկանանք Հետեն չի որ օքեյ հիմա որոշել եք գնանք եկեղեցի։ Մամես պապես հետ նույն եկեղեցի էսա պիտի գնա։ Մեր ջադոաբատ եկեղեցին է մեծացել, մենք պիտի գնանք եկեղեցի։ Այդպես չի սիրել։ Ինչու կարիք կար որ քավություն տեղի ունենար։ Մի քանի բաներով, քանի պատճառներով։ Ինչն է մղում նրան որ Աստծուց ողորմություն խնդրի։ Այս կարիքի նկատմամբ եւ անհրաժեշտության նկատմամբ 4-ից 5 համարներում մի քանի պատճառներ են գտնում։ Տեսեք կարդում ենք հետևյալը. Միմիայն քեզ դեմ մեղանչեցի եւ չարը քո աչքի առաջին գործեցի, որ դու արդար լինես քո խոսքերում եւ մաքուր լինես քո դատաստաններում, ահա ես անօրենությունով եմ ծնվել եւ իմ մայրը ինձ մեղքով հղացավ։ Ըստ այս համարներին Մեղքերից քավություն գտնելու ամենագլխավոր, ամենաանհրաժեշտ կարիքը, պատճառը այն է, որ երբ անդադառնում ենք,
թե մեղք գործելով թեպետ մեր շրջապատին կամ մեր շուրջը գտնվողներին վտանգ ու վնաս կարող ենք պատճառել եւ պատճառում ենք, նրանց կարող ենք դժվարության մատնել, նրանց կարող ենք անարդարություն անել, նրանց հանդեպ անօրենություն գործել։ Եվ սա մեր խղճին կարող է խայթոց լինել, եւ հանցավորը պիտի փափակի եւ փափակում է դրանից էլ ազատվի, բայց այս բոլորով հանդերձ դա երկրորդական կարիք է։ Մեր շրջապատը երկրորդական կարիք է։ Քավություն ստանալու առաջնակարգ կարիքը, however, այն ինչ է, որ Դավիթը երրորդ համարում Աստծուն է ասում, տեսեք ինչ ասում։ Ասում է միմիայն քեզ դեմ մեղանչեցի եւ չարը քո աչքի առաջին կատարեցի կամ գործեցի։ Ուստի քավություն գտնելու ամենամեծ կարիքը այն է, որ անօրենը, մեղանչողը, անօրենություն անելով այն օրենսդիր Աստծո դրած օրենքը խախտում է, եւ երբ Աստծո դրած օրենքն է խախտվում, Աստված է, որ անարգվում է։ Աստված է, որ խորապես վիրավորվում է։ Աստված է, որ մեղավոր նրա դեմ հակառակություն է հռչակում, ըմբոստանում է, եւ այդ անելով նրա պարկությունը գրգռում է։ Երբ մեղք ենք գործում, սիրելիներ, հիշելու ենք, թե միգուցե կարծում ենք, թե այս մեղսագործությունը անհատական է, it's a personal thing։ Ծածուկ է, ոչ ոք չի տեսնում, դուր չունի։ Ուրիշ մարդու վնաս չեմ տալիս։ Ես իմ կյանքիս մեջ, իմ bedroom-իս մեջ, իմ սենյակիս մեջ, իմ մեքենայիս մեջ, ես անձնապես եմ անում։ Բայց մոռանում ենք, որ դա այդպես չի։ Ու նույնիսկ եթե այդպես է լիներ, դա նախնական իր առումով Աստծուն է վիրավորում, նրան է հայհոյում, նրան է նվաստեցնում, նրա դրած օրենքն է խախտում, նրան հակառակվում է, նրա հետ թշնամություն է հռչակում եւ նրա բարկությունը գրգռեցնում է։ Աստծուն վիրավորելը չափազանց ահավոր եւ ահռելի է, it's awful, it's horrific։ Խիստ վտանգավոր եւ վնասակար կարող է լինել։ Վախենալի մի արարք է։ Պատճառը, որ մեղսագործությունը եւ անօրենությունը Աստծուն խիստ բարկացնում է, այն է, որ Աստված բացարձակապես absolutely սուրբ է, ճշմարիտ է, անսուտն է, գեղեցիկ է, փառավոր է, բարի է, բարեգործ է, բարեկուտ է։ Եվ իր դրած հրամանները, պատվիրանները, օրենքները, սկզբունքները, մի խոսքով իր բոլոր խոսքը իր անձի պես սուրբ է, ճշմարիտ է, անսուտն է։ Ու երբ մենք մեղք ենք գործում, Աստծո օրենքն ենք խախտում, մենք Աստծուն ենք անարգում։ Հիմա ուզում ես մենակդ արա, չեմ խմբովին արա։ Դա Աստծո հանդեպ ըմբոստություն է։ Դրա համար Դավիթն ասում է. Ես միմիայն քեզ դեմ մեղանչեցի եւ չարը քո աչքի առաջին գործեցի։ Եթե նույնիսկ ոչ ոք գոյություն անգամ չունենար եւ Դավիթը մեղք գործած լիներ, նա թեպետ մի ուրիշ մարդու վտանգ եւ վնաս հասցրած պիտի չլիներ, բայց եւ այնպես դա Աստծուն վիրավորելու, Աստծուն անարգելու, Աստծուն ապարժեք եւ անլուրջն հռչակելու եւ Աստծուն հնազանդություն անելու եւ նրան անարժեք եւ անօգուտ, անկարևոր սեպելու մեղք պիտի լիներ։ Եվ դա Աստծո զայրույթը պիտի գրգռեր։ Որ այդպես չի, Դավիթի շուրջ մարդիկ կային։ Նաև անդրադառնալու ենք, թե Աստծո պատվերին անհնազանդություն անելը նշանակում է բարի Աստծուն, բարի խոսքին հակառակ վարվել։ Իսկ որն է բարիության հակառակը։ Պարզ է, չարը։ Չարությունը բարության բացակայությունը կամ դրա հակառակությունն է, զանցառությունն է։ Ուստի Աստված ամենաբարին լինելով, երբ մարդս նրա բարության հակառակ է գործում,
Դա չարություն է համարվում։ Եվ այդ չարությունը այն բարի Աստծուն նվաստեցնում է, ցածրացնում է, ապարժեք է դարձնում, նրան չեղյալի եւ բացակայի տեղ է դնում։ Այն ամենագոհ, ամենուրեք Աստծուն ասում է դու չկաս։ Դա ամենամեծ չարություն է։ Որտեղ դա ուղիղ չի, Աստված ամենտեղ կա։ Դա ստություն է։ Աստված չեղյալ չի, նա անկարևոր չի, նա ամենտեղ ներկա է, նա գերիշխան է, նա ամենից փառավորն է, ամենից կարևորն է, ամենից գեղեցիկն է, ամենտեղ լցնողն է։ Նրա նմանը չկա։ Ու երբ մենք Աստծո խոսքը անարգում ենք, Աստծուն անարգում ենք, Աստծուն չարություն ենք անում, Աստծո բացակայի տեղ ենք դնում, այդ ամենաներկային, ամենաբացակա ասելը ամենամեծ չարությունն է։ Դրա համար ասում է քո աչքիդ առջև չարություն գործեցի։ Ասում ենք, որ Աստված անկարևոր է։ Բայց իրականության մեջ Աստված ներկա է ամենտեղ, գերիշխան է, վեհապանց է, ամենափառավորն է։ Եվ այս հիման վրա երբ անօրենությունը Աստծուն չեղյալ եւ անկարևոր է հռչակում, դա Աստծուն որպես մի ուղիղ դատավոր բարկության է գրգռում։ Սաղմոս 7:11-ի մեջ կարդում ենք. Աստված ուղիղ դատավոր է։ Եվ Աստված ամբարիշտի վրա ամեն օր բարկանում է։ This is awful. Ամեն օր ամբարիշտի վրա բարկանում է։ Ինչու՞։ Որտեղ ամեն օր ամբարիշտը Աստծուն չեղյալ է համարում իր կյանքի մեջ։ Այն ամենագոհ, ամենուրեք, ամենատես, ամենակալ, ամենաճշմարիտ, ամենողորմ, ամենագութ Աստծուն չեղյալ է համարում, բացակա է համարում։ Դա չարություն։ Այս իման վրա տեսնում ենք, թե մեղանչելով նախ եւ առաջ Աստծուն ենք վիրավորում եւ Աստծուն վիրավորելը քավություն ստանալու ամենակարևոր, ամենագլխավոր կարիքն է։ Պատճառը, որ Դավիթը կարիք ուներ քավության, այն է, որ Աստծուն էր վիրավորել։ That by itself այդ ինքնուրույն արդեն բավարար է, որ ընկնես երեսի վրա եւ Աստծու ողորմությանը պարես։ Մնացյալը դեռ կա։ Եվ Դավիթը զգում է այս կարիքը եւ անդրադառնում է, որ ամենակարևորապես, most importantly, ամենաառաջին անհրաժեշտությամբ նա Աստծո առաջին էր մեղանչել։ Նրա աչքին էր չարություն գործել եւ դա իր քավության ամենագլխավոր կարիքն է համարում եւ այդպես է։ Հիշում եք Ադամն ու Եվան, ուրիշ մեկը չկարող։ Ադամն ու Եվան էր Աստված եւ անկենտանիներ։ Ադամն ու Եվան երբ առաջին անգամ Աստծո տված հրամանը կոտրեցին եւ այդ ուխտը կոտրելով Աստծո հակառակ արեցին, ասացի հակառակն արեցին, արգիլված ծառիցը կերան, նրանք անմիջապես իրենց մերկ լինելը անդրադարձան։ Եվ խիստ ամաչելով Ծննդոց 3:7-ից կարդում ենք, թե նրանք թզենու տերևներից իրենց համար ծածկոցներ կարեցին, ինչ անխելք բան։ Եվ երբ Յահվե Աստծո ձայնը լսեցին, որ օրվա հով ժամանակ պարտեզումը ման էր գալիս, Ադամն ու կինը պարտեզի ծառերի մեջ Յահվե Աստծո երեսիցը թաքնվեցին։ Եվ Յահվե Աստված Ադամին կանչեց նրան եւ ասեց. «Ուր ես»։ Եվ նա ասեց. «Քո ձայնը լսեցի պարտեզում եւ վախեցա, որովհետեւ մերկ էի եւ թաքնվեցի»։ I hid myself։ Ահա տեսնում ենք անօրենություն եւ մեղք գործելու ամենագլխավոր եւ նախնական կարիքը այն է, որ անօրենը Աստծո դեմ մեղանչում է եւ անդադառնում է, որ Աստծո դեմ է մեղանչել, Աստծուց է սկսում վախենալ։ Աստված դառնում է իր ամենամեծ թշնամին։ Նմանապես երբ Հովսեփը դրական կերպով, մյուս կողմից նայելով,
Եգիպտոսի փարավոնի տան վերակացուն լինելով շարունակաբար տան տիրուհու փորձություններին էր մատնվում։ Ծննդոց 39:7-ից Genesis 39:7 կարդում ենք հետևյալը։ Ծննդոց 39:7 Եվ եղավ այս բաներից հետո նրա տիրոջ կինը Հովսեփի վրա աչք բարձրացրեց, այսինքն սխալ մտադրություն ուներ։ Եվ ասեց. ինձ հետ պարկիր, let's go to bed together։ Բայց նա, այսինքն Հովսեփը, մերժեց եւ իր տիրոջ կնոջն ասեց. ահա իմ տերը, այսինքն փարավոնը, ինչ որ տան մեջ կա, ինձ մոտ չգիտե։ Եվ իր բոլոր ունեցվածքը իմ ձեռքն է հանձնել։ Այս տան մեջ ինձանից մեծը չկա եւ ինձանից որևէ բան չհարկիլեց բացի քեզանից։ Ըստ որում դու նրա կինն ես, ուրեմն ես ինչպես գործեմ այս մեծ չարությունը եւ նկատի առեք եւ Աստծո դեմ մեղանչեմ, ոչ թե փարավոնի դեմ մեղանչեմ։ Ասես դու փարավոնի կինն ես, բայց եթե ես քեզ հետ այս անպարությունը անեմ, ես Աստծո դեմ մեղանչած կլիներ։ Ուրեմն Հովսեփ լավ էր հասկացել, որ որևէ մեղք նախ եւ առաջ Աստծո դեմ է։ Եվ դրա համար քավության առաջին կարիքը Աստծուց քավություն ստանալն է։ Հովսեփը անդրադառնում էր, թե մեղք գործելու ամենագլխավոր խախտումը, ամենամեծ նվաստեցումը փարավոնի դեմ չէր, այլ նախ եւ առաջ Աստծո դեմ էր։ Ինչպես է ազդում սա մեզ այսօր։ Just the application։ Մարդիկ այսօր եւ ցավոք սրտի որոշ հավատացյալներ կարելի լինեն մեր մեջ այդպես։ Սատանայից խապված կամ անպարիշտները, անփրկյալները իրենց հոգևոր կուրությունից խավարած, անկենտան հոգևորապես, սխալմամբ կարծում են թե այնքան ժամանակ, որ իրենց գործած մեղքերը ծածուկ տեղն են գործվում, այնքան ժամանակ, որ իրենք մենակության մեջ են անում այդ ինչ որ անում են կամ անազանդություն որ չեն անում, այնքան ժամանակ, որ միայն իրենց մարմնի վրա են անում, ուրիշին չեն խանգարում։ Ուրիշին չեն վնասում։ Միայն իրենց սենյակից ներս են անում դա։ Միայն իրենց մարմնի վրա են անում։ Սրանից նրանից հեռու եղած տեղերում են անում այդ։ Միայնակ պահերին են անում։ Առանձնության մեջ են կատարում, մութը տեղն են անում։ Ուրեմն նրանք սխալմամբ կարծում են, թե իրենց արարքները թեպետ իրենք իմանում են, որ լավ բան չի, իրապես առողջությանս վնաս է տալիս կամ դրամից վնաս է տալիս կամ կարող է մեկին վնաս տա հանկարծ։ Բայց ես մենակս եմ անում։ Այնպես եմ անում, որ որևէ մեկին վնաս չտամ։ Վտանգ չբարձրացնեմ։ Դրա համար կարծում են սխալմամբ, թե այդքան էլ մեղք չի։ I'm not hurting nobody. That's the justification. Այսօր շատ ընդհանրացած է։ Ոչ թե միայն դուրսը, այլ նաև եկեղեցուց ներս։ Որտեղ դրսի աշխարհը մեր վրա ազդում է։ Բայց այսպիսի սիրելիները մոռանում են, որ Աստված ծածուկ տեղն էլ ներկա է։ Աստված ծածուկն էլ է տեսնում։ Աստված իր սրբությամբ, բարությամբ, կատարելությամբ միատեղ, նաև նրա սրբությունը, բարությունը, կատարելությունը ամենատես, ամենագետ, ամենուրեք բարություն, սրբություն, կատարելություն է։ Ուստի Աստծո ամենագո, ամենուրեք, ամենագետ, ամենատես էությունից փախչել Ադամի նման, ծածկվել կամ գաղնվել կամ թաքնվել Աստծոց հնարավոր չի։ Նրա օրենքը որևէ տեղ աշխատում է, որևէ պարագայի տակ իզորու է, որևէ կացության մեջ այդ օրենքը խախտելը Աստծո դեմ անազանդություն է եւ մեղք է։ Նրա պատվերներին եւ խոսքին ու կարգած օրենքի հակառակ
անօրենություն գործելը նաև Աստծուն խստի պարկացնում է, թեև այդ երկայնամիտ է, համբերող է, երկար դիմանում է, բայց եւ այնպես կարդացինք Աստված ամբարիշտի վրա ամեն օր պարկանում է։ Եվ դա Աստծուն պարկության է կրկրեցնում։ Ուրեմն, սիրելիներ, որպես գործնական քայլ, որպես օգուտ, blessing, օրհնություն, որպես մի գործիք մեզ համար այսօրվա դասը։ Մյուս անգամ, երբ մեղք գործելու փորձանքի առջև ես գտնվում, երբ որ մեղքի տակավին փորձությունը մտքիդ մեջ սկսում է հղանալ, անմիջապես նախքան մեղք անելը հիշելու ենք, որ բոլոր մեղքերը, լինեն դրանք ծածուկ կամ հայտնի, մեծ կամ փոքր, նշելի կամ աննշելի, significant or insignificant, բոլորն էլ նախ եւ առաջ Աստծուն են վիրավորում։ Երբ որ հիշես սա, մեծ պատնեշ կկանգնի քո եւ մեղքի միջև։ Այս ճշմարտությունը մեզ համար ասպար եւ վահան կդառնա, պաշտպանություն կդառնա։ Եվ կգործածվի, որ մենք Աստծուն չվիրավորելու սիրույն եթե անգամ այդ մեղքի դեմ պայքարենք։ Դրան Աստծո խոսքի ճշմարտության սրովը սպանենք։ Եվ մեր կյանքից, մեր մտքից արմատախիլ անենք եւ Հովսեփի նման ասենք. ինչպես այս անելով Աստծուց դեմ մեղանչեմ։ How can Իսկ եթե հանկարծ տեղի տանք եւ այդ մեղքը գործենք, դարձյալ դասը այս է, որ հիշելու ենք, թե մեր քավություն ստանալու ամենամեծ կարիքը այն է, որ մենք Աստծո դեմ մեղանչեցինք։ Թեպետ մեկը մեր մոտ չկար, մեկը չվնասվեց, ուրիշը չհանդիմանվեց, ուրիշին պատճառ չեղանք, բայց Աստծուն անարգեցինք։ Եվ պետք է, որ Աստծուց ապաշխարությամբ կարիքը զգանք, որ մենք քավության ներման կարիք ունենք։ Եվ անհրաժեշտ է անմիջապես նախ եւ առաջ Աստծուց նրա ողորմությանը դիմելով Դավիթի պես ասենք ով Տեր, ինձ լվա եւ ինձ սրբիր։ Իմ անօրենությունս ինձանից ջնջիր։ Եվ հետո նկատի առնենք, թե Դավիթն ասում է երկրորդ կետում, երկրորդ կարիքի մասին։ Դավիթն ասում է միայն քեզ դեմ մեղանչեցի։ Մի րոպե։ Արդյոք իրավ Դավիթի գործած անարտարությունը միայն Աստծո դեմ էր։ Արդյոք չկային ուրիշ մարդիկ, ովքեր իրենց դեմ Դավիթ անարտարությամբ վարվեց այդ իր արարքով։ Նրանց խաբկանքի չենթարկեց։ Նրանց զրկանքի, վնասի, վտանգի, լացի, կոծի, վշտի չմատնեց։ Անշուշտ է կային։ Հիշում եք։ Դավիթը իր աչքի եւ մարմնի ցանկությունից դրդված իր խորամանկ, դիտավորյալ, անարտար ծրագրությամբ Ուրիային թշնամու ճակատին ղրկեց։ Թշնամու սրով նրան սպանել տվավ, որպեսի իր կինը որպևարի մնա, որպեսի ինքը օրինավոր կերպով կարողանա այդ կնոջը, որ առաջուց ցանկացել էր եւ արդեն իսկ նրա հետ շնություն արել էր, նրան որպես կին ունենա։ Quite a crafty story. Նա Բերսաբեին, թեպետ նա Ուրիային մահվան մատնեց, սպանել տվավ եւ հետո Բերսաբեին, նրա կնոջը մեծ սգավորության մատնեց։ Նրան որպևարության ենթարկեց, նրան իր ամուսնուցը զրկեց, իր աստվածատուր ամուսնության սուրբ անկողինից եւ կյանքից զրկեց, անարտարություն արավ։ Ցավի վշտի մատնեց։ Կարդում ենք, երբ որ Բերսաբեն սգի օրերը վերջացավ, ուրեմն այդ խեղճ կինը սուգ արավ։ Շատ արագ ենք կարդում այդ բառերը։ Ողբաց։ Բայց Դավիթն ասում է միայն քո դեմ մեղանչեցի։ Իրականությունը այն է, որ Դավիթը միայն Աստծո դեմ technically
Աստծո դեմ չէր որ մեղանչեց, այլ մարդկանց դեմ էլ մեղանչեց։ Նրանց կյանքում ահավոր մեծ եւ ողբալի չարություն գործեց։ Բայց եւ այնպես մի պատճառ կա, որ Դավիթն ասում է, թե միմիայն քեզ դեմ մեղանչեցի։ Նկատի առեք, որ սա ոտանավոր է, Սաղմոսը, երգ է։ Երգի եւ ոտանավորի բառավոճի մեջ երբեմն չափազանցություններ կան, որ մի ուրիշ լռելյան կետ է ներկայացնում։ Բացատրեմ ձեզ։ Սա համեմատական լեզվաոճ է, it's a comparative language։ Եվ այս համեմատությամբ Դավիթն ուզում է Աստծո խոսքը մեզ տալով մի իրականություն արտահայտի։ Ուզում եմ մեզ սովորեցնել, թե մարդկանց դեմ անարդարությունը այո տեղի ունենում է։ Եվ մարդկանց դեմ անարդարության ամենամեծ հետևանքը նույնիսկ Աստծո դեմ կատարված անարդարության համեմատ ոչնչություն է։ It doesn't even come to count. Թեպետ եղել է, բայց նորից մեր ուշադրությունը հետը դարձնում են առաջին կարիքին, որ մենք առաջ Աստծո դեմ ենք մեղանչում եւ դա անհամեմատելի է մարդկանց դեմ մեր կատարած մեղանչության անարտար վտանգին ու վնասից։ Ուրեմն եթե հենց այդ առաջինին մենք անդրադառնանք, մնացածը կարող ենք դրա տակը դնել։ It covers it all. Պատճառը այն է, որ Աստված անհամեմատելիաբար մարդուց ավելի սուրբ է, ավելի բարի է, անհամեմատելիաբար մարդկանցից ու մեր շրջապատից ավելի ուղիղ է, արդար է, վեհապանց է, փառահեղ է, գեղեցիկ է եւ նրան անարգելը հավիտենապես, այսինքն անհամեմատելիաբար չափազանց է, քան թե մարդկանց անարգելը, թեպետ մարդիկ են անարգում եւ մարդկանցից էլ պետք է ներում խնդրենք։ Սակայն պարզապես, որովհետև Աստծո դեմ մեղանչությունը շատ ավելի բարձր է, շատ ավելի խոր է, շատ ավելի վիրավորիչ է, դա մարդկանց դեմ եղած չարության եւ մեղանչության պատասխանատվությունը եւ հատուցման կարիքը եւ նրանցից ներում ստանալու կարիքը չի վերացնում։ Մենք տակավին կարիք ունենք մարդկանց էլ ներողություն խնդրենք։ Իրականության մեջ թեպետ այս համարների մեջ Դավիթը մարդկանց դեմ կատարած իր հատուցման մասին բան չի ասում, բայց երկրորդ թագավորաց 12-ի մեջ, երբ որ Նաթանը Դավիթին այն անարտար հարուստ մարդու պատմությունը պատմեց եւ ասեց, թե կառնուկը գողացավ տարավ իր համար կերավ նախկատ մարդու կառնուկը, Դավիթի համար ասում է, որ նա անմիջապես բարկացավ եւ ասեց, թե այն աղքատ մարդուց ումից այն հարուստը այդ կառնուկը գողացել էր, պետք է նրան չորեքպատիկ հատուցանվի, որպեսզի օրենքը տեղի ունենա այդ վնասվածի տուժվածի համար։ Սա ցույց է տալիս, թե Դավիթը մարդկանց հանդեպ անզգա, անխիղճ, անկութ մեկը չէր, այլ նա թե Աստծո առաջին եւ թե մարդկանց առաջին իր կավությունը եւ ներումն է խնդրում Աստծուց։ Նա շատ զգայուն էր, թե մարդկանց դեմ եւ թե Աստծո դեմ։ Նա զգոն էր եւ զգուշ էր։ Եվ մենք էլ պարտինք այդպես լինել։ Պարագան նույնն է մեզ համար։ Երբ մեղքի մեջ ենք ընկնում, անարդարություն ենք անում, անօրենություն ենք անում, որ թեպետ Աստծուն մեր հասցրած վիրավորանքը շատ մեծ է եւ հիշելու ենք դա, դա մեր առաջնակարգ կարիքն է կավության համար, եւ անհամեմատելիաբար շատ մեծ եւ ահավոր է, սակայն եւ այնպես մեր գործած մեր բոլոր մեղքերը, նույնիսկ երբ որ մենակ տեսանում, ազդում են մեր շուրջը եղողներին, սկսվում է մեր ամենամոտիկից ամենաշատ ազդեցությամբ եւ տարածվում է շուրջ շրջապատում, կախյալ է թե ինչ շրջապատի մեջ է, որին է ազդում որքան։ Եվ մենք նրանց հանդեպ, ում մեր գործած անօրենությունները եւ հանցանքները նրանց հետևանք են ազդել, տուժել են նրանցից ներողություն խնդրել ենք։
Նրանց առաջին մեր հանցանքը խոստովանելու ենք, եղբայր կներես, այն օրը ես չանդրադարձա, կամ եղբայր կներես սխալ արտահայտվեցի, պետք էր ավելի ուղիղ ասեի, քույրս կներես, ես սխալ հասկացա, անարդար եմ հասկացա, շատ արագ որոշում արի, պետք էր ավելի մտածեի, և պետք է պատրաստ լինենք հատուցում տալ, ինչպես եմ կարող սա ձեզ օգնել, որ այս դժվարությունից դուրս գանք։ Ինչու՞։ Ինչու մենք երկրորդ դասակարգում այսպիսի ներում տալու և ներում ստանալու կարիք ունենք։ What's the necessity of atonement, forgiveness in our case։ Մենք իրարու atone չենք անում, մենք իրարու forgive ենք անում։ Քավողը մենակ Աստված է։ Մենք այդ քավության շնորհքն է, որ մեր քավության հիման, Աստծուց ստացած քավության հիման վրա իրարու ներում ենք, որտեղ մենք ներվել ենք այդ քավությունից։ Հիմա մենք պատասխանատու ենք իրարու ներել և ներում ստանալ, ներում տալ։ Ինչու կարևոր է, որ մենք մեկս մյուսին անարդար և անուղիղ վարվելու պարագայում ներում տանք, ներում ստանանք։ Why? What's the necessity? Պատճառն այն է, որ նախ Աստծո խոսքը մեզ պատվիրում է, որ մենք մեկս մյուսի հանդեպ, երբ մեր դեմ մեղանչողը իր մեղքը խոստովանում է մեզանից ներողություն է խնդրում, նրան մենք իր մեղքը ներելու պարտավոր ենք։ Ոչ թե լավ option է, ոչ, պարտավոր ենք։ It's a command։ Եվ այն էլ ինչպիսի պարտավորություն։ Կարդամ ձեզ։ Դարձեք ձեր Աստվածաշնչները։ Ղուկաս 17:4։ Տեր Հիսուս այսպես սովորեցրեց և հրամայեց. Զգույշ կացեք ձեր անձերին։ Ղուկաս 17:4։ Զգույշ կացեք, այսինքն հսկում արեք, be on alert, be on guard։ Զգույշ կացեք ձեր անձերին։ Եթե քո եղբայրը կամ քույրը մեղանչե քեզ դեմ, հանդիմանե նրան, այսինքն նրա ուշադրությանը հանձնիր։ Հանդիմանե չի նշանակում գնա նրա ծեծիր։ Արյուն լվի կարա։ Ինչ բերանդ գալիս է նրան ասա, ոչ։ Հանդիմաներ, այսինքն նրա ուշադրությանը բեր, որ մի սխալ բան է։ Եթե ապաշխարե, այսինքն եթե այդ սխալը անդրադառնալով դարձի կա, ներիր նրան։ Հրաման է սա։ Վերջակետ։ Բայց հաջորդ նախադասությունը տեսեք։ Եթե օրը 7 անգամ քեզ դեմ մեղանչե և 7 անգամ կա քեզ մոտ դառնա և ասե ապաշխարում եմ, հետո ինչ։ Նույն հրամանն է, ներիր նրան։ Choice ունենք։ Չունենք։ Ուրեմն, ինչ կարիք կա, որ մենք ներում տանք, ներում ստանանք։ Հրամանն ես։ Այն էլ ուղղակի հրաման։ Ահա այստեղ այս ներում պարգևելու երկրորդ կարիքն ենք տեսնում։ Մեկս մյուսից ներում ստանալու կարիքն ենք տեսնում այն քավության հիման վրա, որ մենք Աստծուց ենք ստացել։ Որովհետև Տերը մեզ այդպես պատվիրեց, որ մենք այդպես վարվենք։ Նաև մենք մեկս մյուսից ներում ստանալու և ներում տալու և ներում շնորհելու կարիքը ունենք, կարիք կա այս գործին, որովհետև մեր Տերը Մատթեոս 6:14-ից 15-րդ համարների մեջ, Matthew 6:14 and 15, տերունական աղոթքը սովորեցնելուց հետո, անմիջապես, հաջորդ նախադասությունը հայրմերից անմիջապես հետո, ասում է, որովհետև, այսինքն այս հայրմերը, որ դուք ասեցիք, ներիր մեզի մեր պարտականներին, որպեսզի մենք էլ ներող ենք, այդ հայրմերը, որ ասեցիր և աղոթեցիր, Զիքոյի արքայությունը, զորություն և փառքավետարանը, ամեն, որովհետև, դրա հիման վրա, therefore, եթե դուք այդպես աղոթում եք, եթե հավատացյալ եք, եթե տիրոնական աղոթք եք անում, այդ աղոթքի ֆորմուլայի համեմատ եք ապրում, որովհետև, պատճառը այս է, որ Տերը ձեզ կների։
Եթե դուք մարդկանց իրենց հանցանքները թողեք, այսինքն ներում շնորհեք, ձեր երկնավոր հայրն էլ ձեզ կթողի։ Իսկ եթե դուք մարդկանց չեք թողիլ, նրանց հանցանքները, ձեր հայրն էլ չի թողիլ ձեր հանցանքները։ Ուզում եմ ասել Տերը, որ հավատացյալը, իրական հավատացյալը ներում է տալիս եւ ներում է ստանում։ Նա որ ներում չի տալիս եւ չի ներում, նրա հավատքը կասկածելի է։ Նրա փրկությունը կասկածելի է։ Մեկը որ Տերոջից խաղություն չի ստացել եւ դրա ներումը իր կյանքի մեջ փորձառաբար չունի եւ չի կարողանում ների, նշանակում է թե Տերոջից խաղություն չի ստացել։ Դեռ հայրը նրան չի ներել։ Ուրեմն սիրելի հավատացյալներ, մենք տարբեր դմբկահարությամբ ենք ապրում, ինչպես ասում են մեր գյուղական լեզվով։ Մենք տարբեր դհոլով ենք ապր գալիս։ Մենք տարբեր ուղղությամբ ենք կայլում աշխարհից։ Ես չեմ կարող ներել։ Really։ Դերն ասում է, եթե դուք by the way, ներման ուրիշ անգամ կխոսենք սրա մասին։ Չի նշանակում ով ինչ հանցանք արավ մենք բլանկետ ներում ենք գրում, բլանկ չեկի պես ներում տալիս ենք իրենց։ Այդպես չի։ Ներում ստանալու համար խոստովանանք կարիք կա, ապաշխարություն կարիք կա, դարձի գալ կարիք կա։ Բայց եթե մեկը իրապես դարձի է գալիս եւ ներում է խնդրում, մենք պարտավոր ենք ներել։ Եթե մեկը չի ապաշխարում, դարձի չի գալիս, մենք պատրաստական պիտի լինենք ներելու, բայց մինչև որ ինքը դարձի չկա, մենք չենք կարող ներել։ Ներում չկա որ ներես, ներումը իմաստ չունի։ Հա, մենք պատրաստական ենք, մենք դառնություն չենք պահում մեր սրտի մեջ։ Բայց մենք չենք կարող ներել, երբ որ մեկը ներում չի խնդրում։ Ուրեմն տեսնում ենք, թե ներելը եւ ներում տալը ներում ստանալը մեր առօրյա հոգևոր սրբագործության ընթացքի մի շնչառության պես է։ Մենք կարիք ունենք մեկս մյուսի դեմ մեղանչելու դեպքում առաջ դարձի գանք, Աստծուց ներողություն խնդրենք, հետո իրարուց ներողություն խնդրենք եւ հետո շնորհենք իրարու այդ ներողությունը, որպեսզի դիմացինը վստահ լինի, որ այլևս բան չկա իմ մտքից մեջ չեղյալ է, ջնջվել է, լվացվել է, սրբվել է, վերականգնվել է հաղորդակցությունը, որ մյուս անգամ ինձ տեսնում է գլուխը թեքելով չփոխվի ծառերի տակ իրար, ինչպես որ Ադամը Աստծուց վախեցավ, ոչ էլ ես իրենից, որպեսզի հաղորդակցություն վայելենք, որպեսզի միասին Քրիստոսի միաբանության եւ Քրիստոսի սեղանին եւ շնորհած միջոցներին մասնակից եւ հաղորդակից լինենք։ Եվ վերջին կետում որպես խաղության երրորդ կարիքը։ Դավիթը եւ Դավիթի նման նաեւ մենք խաղության եւ ներման կարիք ունենք, որտեղ Սաղմոսի մեջ կարդում ենք 5-րդ համարին նայեցեք։ 51:5 Դավիթի խոստովանության մեջ նա իր մարդկային մեղսամիտ եւ մեղսաբնույթ վիճակն է խոստովանում։ Նա ասում է. «Ահա ես անօրենությունով եմ ծնվել եւ իմ մայրս ինձ մեղքով հղացավ»։ Հիմա այս համարը շատ խոր համար է, պիտի ասեմ շատ բեղուն համար է, շատ հղի համար է, pregnant verse, եւ ուղիղ մեկնաբանելու եւ ուղիղ հասկանալու համար մի քիչ ժամանակ կարիք կա։ Ցավոք սրտի այս համարը շատ ծուռ մուռ մեկնաբանությունների է ենթարկվել եւ դրա մասին շատ սխալ վարդապետություններ կան դրսում։ Նախ ասենք թե այս համարը ինչ չի նշանակում։ Let's հանենք փուշերի մեջից, որպեսզի տակ տեսնենք ինչ անում։ Այս համարը չի նշանակում, որ մայրերի հղացումը մեղսալի արարքի արդյունք է։ Any mother, doesn't matter how you became a mother. The fact that you became a mother, it's not a result of sin. It's not a sinful act to become a mother. Պատճառը կարելի է մեղավորություն լինի, բայց մայր լինելը ինքնուրույն մեղք չի, հղությունը մեղք չի։ Սա նաև չի նշանակում, որ հղանալը մեղսագործություն է։ The act of becoming pregnant, the fact that some woman is pregnant, that's not a sinful thing to become pregnant.
pregnancy is not sinfulness. Pregnancy is God's blessing. Աստծո օրհնություն է։ Անկախ թե ինչպես է կատարվում, ինչ պարագայի տակ կատարված։ Պարագան կարող է մեղանչական լինել։ Բայց հղությունը ինքնուրույն մեղք չի։ Այս համար այդ չի նշանակում։ Աստծո խոսքը երբեք մեզ չի պատվիրում ասելով չհղանաս։ Եթե պատվեր լիներ չհղանաս եւ դու հղացար, դա մեղք կլիներ։ Բայց այդպիսի պատվեր չկա։ Ուրեմն հղանալը Աստծո խոսքը եւ պատվերը չի խախտում։ Ուրեմն մայր լինելը օրհնանք է։ Մայր լինելը Աստծո շնորհք է։ Անկախ պարագաներից։ Մայր լինելը Աստծո առաջնակարգ պատվերն է կատարում։ Աճեցեք եւ բազմացեք եւ լցրեք երկիրը։ Դրա համար մայրերը խիստ կարեւոր են, խիստ հարգելի են։ Երեխաներ չլինի ձեր մայրիկներին մի բան ասեք։ Վայ թե ձեր ձայնը բարձրացրեք ձեր մայրիկների վրա։ Ամոթ է ձեզ։ Գետինը բացվի տակը մտնեք։ Այդքան ամոթալի է։ Մեկը իր մոր վրա ձայն բարձրացնի կամ անարգությամբ խոսի։ Նաև հայրերն են։ Բայց հիմա խոսքը մայրերին է։ Մայրերի քարոզը այսօր պիտի չի տան, մայիսին կտան դրան ասում։ Բայց այստեղ ուզում եմ մեր երեխաներին եւ երիտասարդներին ուշադրության հանձնել։ Եթե ձեր մայրերը ողջ են, գնացեք նրանց ձեռքերը հոմբեք։ Այո, շնության եւ պոռնկության հետևանքով բնական է, որ հղություն կառաջանա, պարզ բան է։ Դա մեքենան է աշխատում այդպես։ Նստես մի հատ մեքենայի մեջ, սուիչը տնես բանալին եւ աշխատացնես, ոտը տնես գազին ու տնես դիի վրա, մի ակնկալ է, որ մեքենան կանգնած կմնա։ Մեքենան կսկսի գնալ, դու իմանում ես քշել, չես իմանում քշել, մեքենան կսկսի։ Նույնն էլ այս պարագայում։ Շնության եւ պոռնկության հետևանքով բնական է, որ հղություն կառաջանա եւ դրանից շատ ավելի ուրիշ չարիքներ են առաջանում, ինչպես օրինակի համար վիժումը։ Բայց ուշադիր լինելու ենք, թե շնությունը եւ պոռնկությունն է մեղքը, ոչ թե հղացումը։ Ուրեմն հղանալը մեղք չի։ Եվ մայրեր անկախ թե ինչպիսի պարագաների տակ են հղացել ու մեզ ծնունդ տվել, որևէ հղություն երբևիցե մեղք չի կարող հարմարվել։ Նաև այս համարը չի նշանակում, որ Դավիթի ծնողները ամուսնությունից դուրս հարաբերություն ունեցան եւ Դավիթի մայրը ապօրինի հարաբերության բերմամբ հղացավ եւ հիմա Դավիթն ասում է, թե մայրս ինձ մեղքով հղացավ։ Այդ էլ չի նշանակում, որտեղ Աստվածաշնչի մեջ այդպիսի բան չեն կարդում։ Դավիթի ծնողների մասին այսպիսի որևէ ակնարկ չկա։ Նաև մի բան էլ չի նշանակում։ Այս համարը չի նշանակում, որ ամուսնական հարկի տակ ամուսնու եւ իր կնոջ միջև սեռային հարաբերությունը մեղք է։ Կարիք է, բայց մեղք է։ Շատ հավատացյալներ այդպես են համոզված։ Դա ուղիղ չի, ընդհակառակն է ուղիղ։ Երբևիցե ուղիղ չի։ Ընդհակառակը Աստծո խոսքը միշտ ճիշտ դրա հակառակն է սովորեցնում։ Եբրայեցիս 13:4-ի մեջ, Hebrews 13:4, ասում է, թե ամուսնությունը ամեն կողման է, no matter how you look at it, ամեն կողման է պատվական է, it's honorable, եւ անկողինը սուրբ է։ The sexual relationship between a man and his wife is holy. Դրա համար մենք երբ որ ամուսնություն ենք անում, երբ որ matrimony ենք անում, ասում ենք it's a holy matrimony. Սուրբ պսակադրություն է։ Մաքուր է, սրբված է, զատված է, հատուկենդ է, էքսկլուսիվ է։ Աստծո առաջին սրբություն է։ Ուրեմն այս ճշմարտությունները հիմնելուց հետո հիմա նայենք, թե այս համարը ինչ է նշանակում։ Աստծո խոսքի ճշմարտության վրա հենված այսպիսի համարների մեկնաբանությունը կարգավորված
աստվածաբանություն կարիք ունի, it needs systematic theology։ Որտեղ եթե systematic theology չունենք, մենք կարող ենք ցրիվ գանք այս համարի մեջ։ Հազարը մի տեսակ, տարատեսակ ուղղություններ կարող ենք ստանալ։ Կարգավորված աստվածաբանությունը հենված Աստծո խոսքի վրա մեզ ուսուցանում է թե ըստ Աստծո խոսքին մարդ արարածը իր մոր արգանդում հղացված պահից from the moment of inception իր մարդկային անձնական էությունը եւ գոյությունն ու կյանքն է սկսում։ Ուստի նախ եւ առաջ հիմնենք թե անձին երեխաները հղացման պահից սկսյալ մարդ արարածներ են։ Եվ բոլոր մարդկային արժանապատվության եւ մարդասիրական պահպանության եւ պաշտպանության արժանի են։ They are entitled to all human rights. All of them. Պարզապես որովհետեւ դեռ չեն ծնվել, դա չի նշանակում, որ նրանք նվազ մարդ են, կամ անկատար մարդ են, կամ կիսատ մարդ են, կամ մարդ չեն։ Արյուն ու ջուր ու մի բլաբ են, ֆիթս են, կամ ջրի ու մսի կուտակություններ են։ Ոչ երբեք։ Նրանք լիազոր մարդ արարածներ են, ում մարմինները ըստ Աստվածաշնչի ճշմարտության տակավին իրենց կազմության հյուսվելու եւ լրացվելու 9-ամսյա շրջանից ու ընթացքին են անցնում, ինչպես որ ես ու դու նաեւ մեր ծերանալու եւ փթելու ընթացքից ենք անցնում by the way։ Մյուս անգամ հայելուն նայում ես երկու հատ կնջիր ավելացավ, իմացի որ դու էլ 90-ամյա ընթացքից ես անցնում ու մի ուրիշ հղության շրջանի մեջ ես, հավիտենականության մեջ պիտի ծնվես։ Նույնն էլ փոքրիկները որ դեռ չեն ծնվել։ Պարզապես որ դեռ ձեռու ոտը 5 հատ մատերը չի երևում առաջի 2 շաբթվա մեջ, չի նշանակում որ այդ մարդ չի։ Սպասի մի քիչ ժամանակ, կհայտնվի։ Դու էլ սպասի մի քանի ժամանակ եւ հասնես 90 տարեկան, 110 տարեկան, հետո տես քո 22 տարեկան պատկերիդ համաձայն, համեմատի դες ինչպես ես փոխվել։ Ուրեմն եթե մեր անձին երեխաները լիարժեք մարդիկ են, նրանց սպանությունը կամ արհեստական վիժումը պետք է մարդասպանություն համարվի եւ այդպես։ Իսկ ինչ է նշանակում, երբ կարդում ենք մայրս ինձ մեղքով հղացավ։ Թեպետ մեր ժամանակը չի ներում, որ այս համարի բոլոր մանրամասնություններ ասեմ։ Եթե ուզում եք իմանալ, պիտի գաք դասընթացքին, 9:30 եւ մեղքի վարդապետությունը պետք է սովորեք։ Այսինքն մեղքով հղացավ նշանակում է, որովհետև հղացված պահից է, որ մենք Աստծո առջև կանգնում ենք որպես ինքնուրույն մարդ, եւ Աստծո խոսքը սովորեցնում է, որ ամեն մարդ Աստծո դեմ մեղանչեց, ուրեմն սա նշանակում է աստվածաբանորեն, որ այդ հղության պահից ի վեր իմ անձս գոյություն ստանալու պահից ի վեր կանգնում է Աստծո առաջին որպես մեղավոր դատապարտված։ Այդ է նշանակում։ Մեղքով հղացվանք, այսինքն մեղքը այդ հղության առաջին մոմենտից ի վեր իմ վրաս պղծեց, ինձ ազդեց, ինձ իր գերության տակ առավ։ Եվ ես այդպես հղացա, այդ վիճակով հղացվեց իմ մայրս։ Ուրեմն երբ ես ծնվում եմ իմ մորիցս, ես 9 ամիս մեղքի դատապարտության տակ եմ ապրել, եւ եթե չփրկվեմ իմ բոլոր կյանքիս ընթացքին եւ ապրեմ 100 տարի, այդ 100 տարի ու 9 ամիսը մեղքի դատապարտության տակ եմ ապրել։ Ու շարունակում եմ մնալ այդ դատապարտության տակ։ Սա նշանակում է, որ մենք մեր մարդկային հոգևոր դատապարտությունը սկսում ենք հենց մեր հղացված պահից մոր արգանդում։ Դրա համար է, որ մենք ասում ենք, որ մենք մեղավոր չենք, որովհետև մեղք ենք գործում,
Մենք մեղք ենք գործում, որովհետև մեղավոր ենք։ Արսի Սպրոլն է ասում իր խոսքերով։ Նույնիսկ երբ այսպիսի մի մեղավոր մարդ Սուրբ Հոգի Աստծուց վերածնվելով, Հիսուսին հավատալով, Աստծո շնորհքով կարող է փրկվել։ Կարող է քավություն գտնել։ Աստծո հետ հաշտվել։ Աստծո զավակ դառնալ։ Եվ երբ որ այս անձը Աստծո զավակ է դառնում, նրա մեջ նոր բնություն է սկսվում։ Եվ այդ նոր բնությունը սկսվելով չի նշանակում, որ նա իր այդ մեղսամիտ, մեղսասեր, մեղսաթեք բնությունից լրիվ ազատվում է։ Ոչ։ Դրա հունդերը դեռ մեջ կան։ Բայց մենք սկսում ենք մի նոր թափ, մի նոր զորություն, մի նոր հնարավորություն է տրվում մեզ, որ դրա դեմ պայքարենք։ Եվ դրա համար Աստծո խոսքը մեզ հրավիրում է, հրահանգում է, որ մենք Սուրբ Հոգու զրահը մեր վրա առնենք, որպեսզի կարողանանք սատանայի դեմ ու նրա հնարքների դեմ պայքար մղենք եւ հաղթական գանք։ Այդ մեղավոր բնությունից փոխված բնություն ունեցող հավատացյալի դեմ 3 բաներ են պայքարում, 3 բաներ։ Առաջինը նրա եսն է, նրա հին մարդու այդ բնության մնացորդ արմատներն են։ Երկրորդը մեղավոր մեր շրջապատը եւ համակարգն է, որ մեր դեմ պայքարում են ու մեզ ճանանում են իրենց կողմը քաշել։ Եվ երրորդը հենց ինքը չար սատանան եւ նրա գործակալներն են, որ մեր դեմ, մեր տկարությունները լավ իմանալով մեզ համար հատուկ թակարդներ են լալում ճիշտ մեր տկարությունների համեմատ։ Դրա համար մենք պետք է որ հոգու սպառազինությունը մեր վրա առնենք, որպեսզի պայքարի օրը սատանայի հնարքների դեմ, սխեմաների դեմ, սկիմա, նրա դիզայն արած այդ թակարդի դեմ կարողանանք դեմ դնել եւ հաղթական կյանք ապրել։ Մեղքի մեջ չընկնենք, որպեսզի հետո Աստծո առջև, քո առջև մեղանչեցի չասենք։ Բայց մենք ճշմարտությունը այն է, որ ընկնում ենք մեղքի մեջ։ Ուզենք չուզենք, երբեմն ակամա, երբեմն չիմանալով, երբեմն էլ իմանալով։ Այդ պահին, երբ մենք ընկնում ենք մեղքի մեջ որպես հավատացյալներ, ինչ պիտի անենք։ Մենք պետք է Դավիթի պես մեր ամենօրյա քավության կարիքը զգանք։ Եվ թեպետ փրկված ենք, թեպետ Աստծո զավակներ ենք, թեպետ մեր փրկությունը եւ հավիտենական կյանքը չի խախտվում, Աստծո հետ մեր հարաբերությունը երբեք չի խախտվում, հավիտենապես այդ տեղն է, դրա հետ խոսք չկա դրա մասին, բայց մեր հաղորդակցությունը, քաղցր հարաբերության այդ արդյունքը, այդ fellowship-ը, հաղորդակցությունը խանգարվում է։ Ուրեմն մեղ գործելու պարագային մեղանչելու պարագային անմիջապես Աստծո հոգին մեզ խթանում է։ Մենք էլ Դավիթի պես պետք է ասենք. Իմ մեղքս իմ առաջիս է ամեն ժամանակ։ Քո առջևը մեղանչեցի, քեզ դեմ չարություն արեցի։ Եվ պետք է դարձի կան, պետք է խոստովանենք։ Պետք է հետո Աստծո խոսքի համաձայն դրան մեկ կողմ գցենք, որպեսզի ողորմություն ստանանք։ Եվ այդ անելու համար մենք վստահում ենք Տեր Հիսուսի ամբողջացրած կատարած գործին։ Այն գործը, որ խաչի վրա արավ եւ նախնապես մեզ այդ արյան գնով լվաց մաքրեց։ Նույն Հիսուսին ենք վստահում։ Նույն Տիրոջն ենք փարում։ Նույն աղբյուրն ենք վազում։ Որպեսզի այդտեղ նորից մեր ոտները լվացվի։ Այս մեկ մեղքից էլ ինձ ազատի ով Տեր։ Եվ երբ խոստովանում ենք, Աստծո խոսքն ասում է, թե նա հավատարիմ է եւ արդար է։ Փառք Տիրոջ Աստծո հավատարմության համար եւ Աստծո արդարության համար, որովհետեւ Աստված անում է այնինչ, որ մեզ հրամայել է, որ մենք էլ անենք։ Եթե խոստովանենք, հավատարիմ է եւ արդար է, որ մեզ մեր ամեն անիրավությունից սրբում եւ մաքրում է։ Սա հավատացյալների համար է գրված այս համարը։ Առաջի Հովաննու 1:9։ Բայց տեսեք այդ համարից առաջ 1:7-ի մեջ ինչ ենք կարդում։ Եթե ասենք մեղք չունենք, ինչ։
Մեր անձերը խաբում ենք։ We're deceiving ourselves. Եվ ճշմարտությունը չկա մեզանում։ Բայց եթե մեր մեղքերը խոստովանենք, այսինքն խոնարհվենք Դավիթի պես, նա հավատարիմ եւ արդար է, որ մեզ թողե եւ մեզ սրբե ամեն անիրավությունից։ Կարևոր չէ ինչ գործենք արել։ Անկախ թե որքան ահավոր մեղք ենք գործել։ Այս համարից հասկանում ենք, թե մենք մեր առօրյա կյանքում որպես հավատացյալներ մեղք գործում ենք, անդադառնանք կամ ոչ։ Եվ կարիք ունենք դրանցից դարձի գալ, repent անել, ապաշխարել, դրանց մեկ կողմ գցել, դրանց կապանքներից ազատվել։ Օրինակ, մի քանի օրինակներ, հազար մի տեսակ մեղքեր կան։ Ես մի քանի օրինակ տամ ձեզ։ Առաջին բանը, որ միտս է գալիս, որ շատ հավատացյալներ անում են, ես ածեր մեջ, մտահոգվում ենք, worry ենք անում, anxiety ունենք։ Եվ Տերոջ խոսքն ասում է do not be anxious for anything։ Ասա խոսքը մեզ ասում է բանի համար հոգս մի արեք, հոգ չէ, հոգս։ Հոգսն է, որ գիշերը ելուներդ կրծում ես մինչև հասնում է առաջին ակրը։ Չես մար ինչ անեմ, վայ, դե չլինի, մեծ սար է սարկում քոզ համար, ինքնա չես կարող այդ սարը մագլցես։ Ասո խոսքը մի արա այդ բանը։ Եվ մենք անում ենք դա։ Մի բան, որ Աստծո խոսքն ասում է մի արա եւ անում ենք, ինչ է։ Մեղք։ Այդ մեկ։ Երկրորդ։ Անժուժկալության մեղքը։ Self-control չունենք։ Ես ինձ համար օրինակ տամ, դուք էլ ձեզ համար վերցրեք։ Երեք մի հատ շատ քաղցր եղբայր ինձ ասեց. շաքարը դնում են սեղանի վրա քաղցեղենները, եթե ուտեմ, շաքարս է բարձրանում, եթե չուտեմ, արյան ճնշումս է բարձրանում։ Պայքարի մեջ են։ Եվ ժուժկալություն չեն գործադրում։ Անժուժկալ ենք։ Եվ դա կարող է լինել շատ ուրիշ մարզերի մեջ։ Ես մի քիչ անեկդոտային օրինակ եմ տալիս, բայց ուրիշ մարզերի մեջ էլ այդպես ենք։ Ուրիշ մեղք, անկողունակության մեղքը։ Հազար ու մի տեսակ բարիքներ ունենք, բայց միշտ հիշում ենք այն ինչ որ չունենք։ Եվ անկողունակ ենք։ Կեղծավորության մեղքը, ծուլության մեղքը։ Ասա խոսքը ծույլերի հանդեպ շատ բան ունի ասել առակացի մեջ։ Էլ չասեմ մեր մտային խորհուրդների մեջ, երևակայությունների մեջ ինչեր են անցում դառնում, դուք եք իմանալու։ Ես էլ ինձ։ Ես սրանց նման ու սրանց կողքին հազար ու մի տեսակ ուրիշ մանու բաներ։ Դուք տեսնում եք, թե քավության եւ մաքրության կարիք ունենք։ Եվ դա կարևոր է մեզ համար, որ մենք դրա վրա անդրադառնանք, կեդոնանանք, շեշտենք։ Դավիթը 5-րդ համարում իր մեղսաբնույթ մարդկային վիճակին անդրադառնում է, ասում է, որ ես մեղքով եմ ծնվել։ Այսինքն ես մեղսամիտ մարդ եմ։ Դրա համար կարիք ունեմ, Տեր, որ դու ինձ ներես։ Պիտի վերջացնեմ այս վերջին համարով։ Սաղմոս 19:12։ Դարձյալ Դավիթն է գրում։ Ես մեզ համար նմանօրինակ խնդրանք է, որ մենք մեր կյանքի մեջ պետք է հաճախ շեշտենք։ Դավիթն ասում է Տերոջը, ով է իմանում իր սխալմունքները, այսինքն կան սխալմունքներ, որ ես տեղյակ անգամ չեմ։ Ծածուկ սխալմունքներից էլ սուրբ օրայից։ 14-րդ համարի մեջ թող հաջո լինեն քեզ երկու բաներ՝ բերանից խոսքերը եւ սրտից խորհուրդը, քո առաջին, ով Տեր, իմ վեմ եւ իմ փրկիչ։ Աղոթենք։ Փառքեզ մեր Տերը, շնորհակալ ենք Տեր խոսքիդ մաքրարար, լուսարար, լուսավորող զորության համար։ Մենք կանգնում ենք քո առաջին միշտ գլխահակ եւ Դավիթի պես ասում ենք, ով է իմանում իր մեղքերը։ Կան բաներ, որ մենք ինքներս էլ տեղյակ չենք եւ անում ենք։ Բայց ով Տեր քո լույսի տակ ամեն բան Երևան է գալիս։ Խնդրում եմ, որ մեզ
մեր ծածուկ մեղքերից էլ մեզ լվաս։ Ուզում ենք Տեր, որ մեր թե բերնի խոսքերը, եթե մեր սրտի բոլոր մտածմունքները քո առաջին, նախ եւ առաջ, մաքուր եւ հաճո լինեն։ Մեր Տերը, մեր Վեմը, մեր Փրկիչը, Փառք քեզ Հավիտյան։ Ամեն։